Անդրադառնալով թմրամիջոցների ապոնի շրջանառության դեմ պայքարին, պիտի փաստեմ, որ ունենք ընդունված նոր ռազմավարություն 25-ից 27 թվականները ծածկող եւ այս ուղղությամբ հետեւողականորեն շարունակում ենք իրականացնել մի շարք միջոցառումներ։ Գործընկերներ, տրամաբանական է, որ եթե պետությունը պայքարում է ապոնի թմրաշրջանառության դեմ, նշանակում է վիճակագրական առումով պիտի ունենանք աճ։ Այսինքն պետության տեսադաշտում պիտի հայտնվեն բոլոր այն դեպքերը, որոնք որ կապ ունեն թմրամիջոցների ապոնի շրջանառության հետ եւ բնականաբար մեր վիճակագրական պատկերում հենց այդպիսի իրավիճակ է արձանագրվում։ Թմրամիջոցների ապոնի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը աճել է 18.1%-ով եւ պիտի նաեւ նշեմ, որ այստեղ արգրավումների էական փոփոխություն ունենք։ Իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում 9 ամսվա հաշվարկով արգրավել եւ ապոնի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ նույն 9 ամսվա ժամանակահատվածի համադրությամբ։ Նախորդ տարվա 9 ամսվա կտրվածքով մենք շրջանառությունից հանել էինք շուրջ 205 կիլոգրամ թմրամիջոց։ Նշեմ, որ արգրաված թմրամիջոցներից 37 կիլոգրամ 175 գրամը սինթետիկ տեսակի են։ Ինչու եմ սա հատկապես ուզում առանձնացնել, որովհետև մենք մարտավարական առումով հատկապես ուշադրություն ենք դարձնում այն թմրամիջոցներին, որոնք անձանց առողջության վրա կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ, եւ ըստ այդմ ռազմավարությունը եւս որոշակի կատեգորիզացիա նախատեսել է այս տրամաբանության մեջ։